Շնորհակալություն, հարգելի պարոն Խաչատրյան, հարգելի գործընկերներ, ես կուզեի երկու շեշտադրում անել։ Հաջորդ տարվա բյուջեն նաև ըստ էության պետք է ապահովի եւ սպասարկի կառավարության ծրագրի իրականացման ամփոփիչ փուլը եւ այդ իմաստով կարծում եմ, որ 26 թվականը շատ կարեւոր է սկսված որոշակի գործողություններ իրենց տրամաբանական ավարտին հասցնելու տեսանկյունից, ինչպես օրինակ դպրոցներում բնագիտական եւ տեղեկատվական լաբորատորիաների հիմնումը, որը կառավարության ծրագրով պլանավորված է, որ պետք է 2026-ին մեր բոլոր դպրոցները ունենան այդ հագեցվածությունը եւ բյուջետային պլանավորման տրամաբանության մեջ հենց այս ցուցանիշներն ու թիրախներն են նաեւ հիմք ընկած եւ սա հատուկ կուզեի շեշտել, որպեսզի նաև կառավարության ծրագրի կատարման տեսանկյունից մենք հաջորդական ընթացք ունենանք։ Երկրորդը, ինչ կուզեի ընդգծել, դա մեր ռազմավարությունների իրականացումն է։ Մենք բազմաթիվ ոլորտներում ունենք ընդունված ռազմավարություններ եւ բնականաբար շատ կարեւոր է, որ բյուջեն սպասարկի նաև ռազմավարությունների իրականացումը եւ այդ իմաստով նաև ընդգծելով ձեր խոսքում առաջնահերթություններին անդրադառնալու մեր մոտեցումը պետք է դա նաև շեշտադրեմ ռազմավարությունների եւ նաև որոշ բարեփոխումների շարունակականության ապահովման տեսանկյունից, ուստի կարծում եմ, որ աշխատանքը թերևս ավարտված չի եւ մենք իսկապես ազգային ժողովի փուլում եւ նաև տարեսկզբին կունենանք լրացուցիչ քննարկումներ, որպեսզի ավելի հստակեցնենք այս բոլոր անելիքները, բայց ինչպես միշտ բյուջեն անընդհատ process է եւ հուսով եմ, որ նույն տրամաբանությամբ կշարունակենք աշխատել։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Տիկին Անդրեասյան։ Այլ հարցեր։ Պարոն Հովհաննիսյան։ Ես կուզեի արձագանքեի Տիկին Անդրեասյանի ասած այն դիտարկմանը, որ պետքա բյուջեն ռազմավարությունները սպասարկի։ Իհարկե բյուջեն սպասարկում է ռազմավարությունները, բայց բյուջեի շրջանակը ձևավորվում է հաշվի առնելով ամենասկզբից ֆիսկալ շրջանակը եւ ֆիսկալ կայունության հարցերը, որոշվում են այն ծախսային շրջանակը, որը կարող ենք մենք մեզ թույլ տալ այդ կայունությունը ապահովելու տեսանկյունից եւ հետո նոր նայում ենք, թե այդ ռազմավարությունների որ մասը կարող է բյուջեն սպասարկել, որովհետև կարող է այնպես ստացվել, որ բոլոր ռազմավարությունները սպասարկելու գնալու ճանապարհին որոշակի անկայունություններ ստեղծվի ֆինանսական առումով, հետևաբար այս ֆինանսական սահմանափակումների հաշվի առնելը կարծում եմ էական է, իհարկե շատ լավ կլիներ, որ մեր աճի տեմպերը այնպես լիներ, որ մենք ավել ցուկ ունենայինք նաև այդ ռազմավարությունների սպասարկման տեսանկյունից եւ մենք բոլորս էլ գիտենք, որ շատ հաճախ ռազմավարությունները բավականին հավակնոտ են եւ եթե մենք գնահատենք այդ ռազմավարությունների արժեքը, կարող է ստացվի, որ դա բավականին ծախսատար են։ Ուղղակի կուզենայի այս հարցը ուշադրության կենտրոնում պահել, այդ ֆիսկալ կայունության ապահովումը, որը ապահովում է հարատևությունը այն ամեն ինչի, ինչը մենք որ իրականացնում ենք մեր տարբեր ռազմավարություններով։ Եվ եթե թույլ կտաք, պարոն Խաչատրյան, խնդրեմ մեզ մի քանի օր ժամանակ տակ խմբագրական վերջնականացնելու համար բյուջեն, որպեսզի կարողանանք ժամանակին ներկայացնել ազգային ժողով։ Շնորհակալություն։ Այո, իհարկե, պարոն Հովհաննիսյան, բայց ես ձեր խոսքը շարունակելով ուզում եմ նաև հիշեցնել, որ մենք նախորդ կառավարության նիստում ընդունեցինք մի որոշում, որը վերաբերում է ռազմավարական կառավարմանը։ Եվ ռազմավարական կառավարման մաս է կազմում նաև ռազմավարական պլանավորումը, որը իհարկե հաշվի առնելով բոլոր այն առաջնահերթությունները, որոնք կառավարությունը հաստատել է ոլորտային ռազմավարություններով, դրանք համադրում է այն սահմանափակումների հետ, որոնք տրված են լինում միջնաժամկետ մակրոտնտեսական կանխատեսումներով։ Եվ ինչպես նաև Տիկին Անդրեասյանը նշեց, սա կենթանի եւ զարգացող process է, մենք նաև պլանավորման աշխատանքներում պետք է հասնենք նրան, որ այդ ռազմավարությունները նախագծելու եւ հաստատելու փուլում հաշվի առնենք այն սպասվող սահմանափակումները, որոնք տեսանելի են եւ որոնք որ մեզ խոստանում են նաև այդ մակրոտնտեսական կայունությունը, որը դուք կարևորեցիք։ Իհարկե մենք այս հարցի քննարկման առաջիկայում դեռևս բազմիցս
վերադառնալու եւ դրան անդրադառնալու կարիք կունենանք, պետք է արձանագրենք, որ այս փուլում մենք ստացել ենք բավականաչափ լավ բյուջեի նախագիծ, որը հասցեագրում է մեր բոլոր այն հիմնական առաջնահերթությունները, որոնք ամրագրված են կառավարության ծրագրում, նաեւ մեծամասամբ հնարավորություն ստեղծելով, որ մենք ամփոփման հասցնենք կառավարության 2021-2026 թվականների ծրագրով հաստատված անելիքները եւ իհարկե տարվա ընթացքում որոշ ճշգրտումներով նաեւ կներկայացնենք կամ կհաստատենք այն ուղղումները, որոնք ընթացքից նկատելի կլինեն եւ մենք կարող ենք դա իրականացնել։ Այսինքն թե անհրաժեշտությունը եւ թե հնարավորությունը համադրելով կշարունակենք կայացնել որոշումներ։ Այլ հարցեր եւ դիտարկումներ եթե կան, խնդրեմ։ Եթե չէ, ապա առաջարկում եմ քվեարկել օրենքի որոշման նախագիծը, ովքեր են դեմ նախագիծը հաստատելուն։ Դեմ չունենք, նախագիծը հաստատված է